Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում են եղել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ըստ խորհրդի հայտարարության քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ համագործակցության ամրապնդմանն առնչվող վերջին զարգացումները։ Անդրադարձ է եղել նաեւ ահաբեկչության դեմ պայքարին, իրավիճակին Սիրիայում եւ Իրաքում, Մերձավոր Արևելքում եւ Սևծովյան տարածաշրջանում։ Հայտարարության մեջ գոհունակություն է արտահայտվել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Քննարկվել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները։ Կողմերին կոչ է արվել քայլեր ձեռնարկել արդար եւ կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ, կանխելով հակամարտության հետագա տարածումը մասնավորապես Սևծովի տարածաշրջանում։ Բաքվում կայացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Կողմերը քննարկել են ռազմական ոլորտի լոգիստիկ հարցեր։ Ստորագրվել է միջոցառման արդյունքների վերաբերյալ աշխատանքային արձանագրություն։ Նշվում է, որ փաստաթուղթն ամրապնդում է կողմերի հետագա փոխգործակցությունը։ Բրյուսելում Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովի երկրորդ օրվա քննարկման օրակարգում է եղել միավորման հաջորդ 7 տարվա բյուջեն, որն ըստ Եվրահանձնաժողովի առաջարկի պետք է կազմի 2 տրիլիոն եվրո։ Գագաթնաժողովի առաջին օրը կենտրոնացած է եղել Ուկրաինային աջակցության, Եվրոպայի պաշտպանության եւ անվտանգության վրա։ Նաեւ քննարկումներ են եղել Մոսկվայի հետ դիվանագիտական շփումների հնարավոր ձևաչափերի շուրջ։ Եվրոպական խորհուրդը գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով հայտարարություն է տարածել վերահաստատելով անսասան աջակցությունն Ուկրաինային, դատապարտելով Մոսկվայի վերջին հարձակումները եւ պատրաստակամություն հայտնելով մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Խորհուրդը նաեւ ողջունել է Եվրամիությանը Կիևի անդամակցության առաջին փուլի մեկնարկը։ Իր հերթին Հունգարիայի վարչապետը նշել է, որ Բուդապեշտի ջանքերով ԵՄ հռչակագրի վերջնական տարբերակից բացառվել է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցության մասին ձևակերպումը։ Ըստ Պետեր Մադյարի Կիևի անդամակցության շուրջ ԵՄ երկրների դիրքորոշումները խիստ տարբերվում են։ Նրա խոսքով այդ գործընթացը պետք է լինի դանդաղ եւ փուլային։ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևն էլ հայտարարել է, որ պատրաստ է արգելափակել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթը, քանի որ այն կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա։ Բրյուսելում Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովի առաջին օրը ցույց տվեց, որ եվրոպական երկրների առաջնորդները չեն կարողանում պայմանավորվել, թե իրենցից ով կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Նրա խոսքով, որպես միջնորդ կարող է հանդես գալ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, որն ըստ նրա հրաշալի ղեկավար է եւ ունի ռացիոնալ գաղափարներ։ Բաբիշը նաեւ հիշատակել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերին։ Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, եթե դա տեղի է ունենալու առանց բարոյախոսությունների եւ վերջնագրերի։ Միևնույն ժամանակ նա քննադատել է եվրոպացի որոշ քաղաքական գործիչների մոտեցումը Մոսկվայի հետ հարաբերություններին։ Պեսկովի խոսքով եվրոպական երկրները սխալվում են, կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից եւ ելնելով նրա թուլության մասին պատկերացումից։ Իտալիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում լարվածություն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իտալական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում նշել է, թե վարչապետ Ջորջա Մելոնին աղաչել է իրեն լուսանկարվել մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում։ Ես չէի լուսանկարվի, բայց խղճացի նրան, ասել է Թրամփը։ Իտալիայի վարչապետն արձագանքել է քննադատելով ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները։ Մելոնին նշել է, որ զարմացած է Թրամփի ամբողջովին հորինված պնդումներից։ Ոչ ես, ոչ Իտալիան երբեք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում, շեշտել է Մելոնին հավելել։ Հիասթափեցնող է, որ Թրամփը նույն վճռականությունը չի ցուցաբերում Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների թշնամիների նկատմամբ, որոնց առաջնորդների հետ նա ընդհակառակը շատ ավելի ներողամիտ է վարվում։ Այս լարվածության ֆոնին Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին չեղարկել է հունիսի 21-ից 22-ը Միացյալ Նահանգներ ծրագրված այցը։ Նախագահ Թրամփի լուրջ եւ վիրավորական խոսքերը վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին վիրավորում են ամբողջ Իտալիային, հայտարարել է նա։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։